Սկսել ենք մարդկանց ընկալել այդ վերլուծական պրիզմայից։ Դա մենջ մանկությունից է սկսվում։ Լավ է որ այս առումով ինքնագիտակից ես։ Ստացվում է որ մարմինը պահում է հաշիվները։ Մեր բոլոր վախերի հիմքում մահն է։ Ինա դու դերասանուհի ես, պրոդյուսեր, հաղորդավար, բայց այս ամենի մյուս կողմում կրթությամբ հոգեբան ես ու անչափ շատ ես սիրում հոգեբանությունը։ Երբ դու սովորում էիր հոգեբանություն, այն այսքան տարածում ուներ, այսքան պոպուլյար էր։ Աշխարհում թե տարածաշրջանում։ Ընդհանրապես։ Աշխարհում ուներ, վստահաբար։ Մեզ մոտ ոչ այդքան։ Կարծում եմ հա, որովհետև վերջին տարիների առաջընթացը բավականին նկատելի է։ Իսկ դա լավ է թե վատ, ըստ քեզ, որ այսքան թրենդային է դարձել հոգեբանությունը։ Եթե դիտարկում ենք որպես թրենդ, ապա վիճելի հարց է արդեն լավ է թե ոչ, բայց որ տարածում ունի, միանշանակ դա իր լավ կողմերն ունի, որովհետև հոգեբանությունը ոնց ես գնում բժշկի, հանձնում անալիզներ, հետևում քո առողջությանը, հոգեկան առողջությունը մեծ եւ կարեւորագույն դեր ունի մարդու կյանքում, եւ որը ֆիզիկական առողջության հետ շատ ուղիղ կապ ունի եւ պետք է հետեւել ու հետեւողական լինել։ Շատ ուրախ եմ տարածման համար, բայց թրենդային դառնալու համար չգիտեմ։ Նայած ինչ ենք հասկանում ասելով հոգեբանությունը դարձել է թրենդային։ Դե մենք հիմա թվային դարաշրջանում ապրում ենք այսպես կոչված ինստահոգեբանների դարաշրջանում, չէ՞, այսինքն մարդկանց, որոնք օրինակ թվային տիրույթում անչափ շատ են խոսում տարբեր թեմաների մասին, ու սովորական սպառողը, որը գուցե երբեք չի այցելել հոգեբանի, կարող է այս ճշմարտությունների հիմքով, որոնք թվային տիրույթում ստանում է, փորձել իրեն վերաձևակերպել, պատասխաններ գտնել, ճիշտ թե սխալ, ոչ ոք չգիտի։ Սոցիալական մեդիայի տիրույթը անսպառ ինֆորմացիայի տիրույթ է, որից դու կարող ես օգտվել եւ քաղել այն ամենը, ինչը դու ես ուզում եւ այդ պահին քեզ համար նպատակահարմար ես գտնում։ Բաց ինֆորմացիայի դաշտ, որը ճիշտ կամ սխալ չունի։ Եւ մարդու իրավասությունների դաշտում է բացառապես դու այդ ինֆորմացիոն դաշտից ինչ ես վերցնում, ինչ ես ուզում վերցնել, ինչը չես վերցնում։ Այդ առումով համաձայն եմ, բայց անհատականացնել այդ ամեն ինչը մի քիչ սխալ կլինի, որովհետև մարդկային գործոնը այնուամենայնիվ հոգեբանության տիրույթում դա պարտադիր մի բան է, շատ պարտադիր։ Նկատի ունես հոգեբանի մոտ գնալ է հենց այդպես այցելությունը եւ մարդ աշխատանքը, հա, թե ինչպես ենք մենք այդ ինֆորմացիան սպառում։ Երկուսն էլ շատ կարևոր են, ոնց ենք մենք ինֆորմացիան սպառում եւ երկրորդը մարդ հարաբերությունները։ Հոգեբանի աշխատանքը առհասարակ շատ կարևոր բան է իմ կարծիքով։ Բայց մշակույթ ամբողջովին ձևավորված կա Հայաստանում թե չէ, վերջին շրջանում լավ տեղեկացված չեմ։ Հետաքրքրված եմ, բայց տեղեկացված չեմ։ Բայց դա պարտադիր մշակույթ է, որովհետեւ ստանդարտը թելադրում է ընտանեկան հոգեբան, անհատական հոգեբան, եւ այդ մասնագետները կան եւ պատրաստ են աջակցել մարդկանց հոգեկան առողջությունը ճիշտ բալանսի վրա պահելու համար։ Ինչ էլի եմ ասում, շատ կարևոր է, շատ։ Երբեմն չգիտակցված։ Սովորաբար չգիտակցված, որովհետեւ մենք այնինչ չենք տեսնում ու չենք շոշափում, մեզ համար երևի երկրորդական կարևորություն ունի սովորաբար, բայց այդպես չի։ Վերադառնալով հոգեբանությանը որպես թրենդ, իմ տպավորությամբ մենք հիմա այնքան շատ ենք խոսում հոգեբանական թեմաներով, այնքան շատ տեղեկություն ունենք, այստեղից այնտեղից վերցրած, ինչ որ ձևով համադրած, որ մի տեսակ շատ ենք վերլուծում։ Տպավորություն է, որ մենք գեր վերլուծողների շրջանում ենք ապրում, աշխարհում ընդհանրապես եւ Հայաստանում էլ վերջերս։ Եվ սկսել ենք մարդկանց ընկալել այդ վերլուծական պրիզմայից։ Օրինակ, որպեսզի շատ չբարդացնեմ, ենթադրենք մարդը, որը շատ առատաձեռն է կամ բաց սիրտ է, մենք իրեն կարող ենք անվանել ժամանակակից հոգեբանական տերմինով, հա, people pleaser օրինակ, կամ դիմացինին գոհացնելու հատկություն ունեցող, կամ մարդիկ, որոնք սիրում են այնպես, ինչպես մենք սովոր ենք սերը ընկալել, հա, այդ ամենա նվիրված ձևով, իրենց կարող ենք անվանել, չգիտեմ, տագնապային կապվածության խանգարում ունեցող մարդիկ։ Ըստ քեզ այս պիտակավորումները տեղին են։ Մեզ դա պետք է, որպես հանրություն։ Հոգեբանության դաշտում դրանք պիտակավորումներ չեն, դրանք դիագնոզներ են։
եւ իրար դիագնոզավորել չի կարելի, որովհետեւ առնվազն դիագնոզ իրավունք ունի գնելու մասնագետը, եթե դու այդ դիագնոզի կարիք ունես եւ արդեն բանը հասել է դիագնոզին։ Բայց մենք որ սկսել ենք իրար դիագնոզավորել, այո, դա հոգեբանությունը որպես տրենդ եզրույթի արդյունք է հանդիսանում։ Շատ ու շատ նոր տերմիններ կան, փիքմիներ կան մեր շրջապատում, գազլայթերներ կան մեր շրջապատում, մենք շատ ակտիվ սկսել ենք նկատել ու հասկանալ բուլինգը իրենից ինչ է ենթադրում, չնայած նույնիսկ 2004 թվականին դեռահասության շրջանում եւ դպրոցական տարիքում Հայաստանում մասնավորապես շատ տարածված է եղել բուլինգ հասկացությունը առհասարակ այդ տարիքային սեգմենտում, բայց եզրույթը քանի որ տարածում չի ունեցել եւ ինֆորմացիոն դաշտը այդքան հասանելի եւ բաց չէր, մենք չգիտեինք ինչպես անվանել։ Չգիտեինք ինչպես անվանել եւ ամեն երկրորդ իրադարձությունը անուններ չէինք տալիս ու չէինք պիտակավորում։ Հիմա իհարկե մի փոքր ծայրահեղացրել ենք ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ այս եզրույթներն ու տերմինները չկային եւ աշխարհում նոր բացահայտում է այն, ինչ գոյություն ունի հոգեկան աշխարհի տեսանկյունից։ Բայց ամեն դեպքում դու նորմալ չես համարում, որ օրինակ ընկերոջդ հետ խոսում ես եւ նա փոխարենը լսի քեզ եւ ինչ որ խորհուրդներ տա, օրինակ ինչ որ իրավիճակի հետ կապված, սկսում է վերլուծել քո հոգին եւ անուններ տալ, ասել այստեղ ինչ որ կախվածության օրինակ դրսևորում եմ տեսնում, որովհետեւ դրա մասին ասենք լսել է Instagram-ում։ Հարաբերական իրավիճակ ես բնութագրում, որովհետև ես շատ ուրախ կլինեմ, որ իմ ընկերները խորհուրդ տալու փոխարեն վերլուծեն իրավիճակը եւ այնինչ ես չեմ տեսնում, եթե ես խուսափողական վարք եմ դրսևորում օրինակ տվյալ իրավիճակում եւ ես դա չեմ գիտակցում, իմ ընկերը ցուցում անի դրան, որ ես վերլուծում եմ եւ դիտարկում եմ, որ դու հիմա դրսևորում ես խուսափողական վարք, խորհուրդ տալու փոխարեն, որ օրինակ ես մտածում եմ դու սենց պետք է անես։ Դա ավելի առողջ մոտեցում է։ Բայց մյուս ծայրահեղության պարագայում փորձել խելացի անուններ տալ եւ փորձել պիտակավորել ոնց դու ես ասում, դա եւս ծայրահեղություն է։ Հոգեբանությունը ծայրահեղությունների մասին չի։ Դա մի ամբողջ մեծ անծայրածիր գիտություն է, որի հետ պետք է շատ զգույշ վարվել։ Իսկապես։ Եվ որտեղ ամեն ինչ սկսվում է տեսնելուց, ինչպես դու ասացիր, կամ մատնանշելուց, կարողանալուց, չէ, տեսնել։ Գիտես ինչ էի մտածում, այս հոգեբանությունը որպես տրենդ թեմայի շրջանակում, որ դու էլ նշեցիր, որ մեր երկրում երևի ավելի նոր շրջանում է, այս վերջին շրջանում է այսքան տարածում գտել հոգեբանությունը որպես տրենդ, բայց օրինակ մեր ծնողների ժամանակներում իրենք գուցե այս ամբողջ տերմինաբանությանը առանձնապես չէին էլ տիրապետում, չէ։ Քո տպավորությամբ իրենք ավելի հեշտ էին ապրում, երբ չգիտեին օրինակ այս ամենը, կամ գուցե ավելի սահմանափակ չափով գիտեին, թե ավելի դժվար։ Հետաքրքիր հարց ես տալիս շատ, որը ուղիղ կապ ունի ոչ միայն անհատականության հետ, դա ընդհանուր համակարգի մասին է խոսքը իմ կարծիքով։ Մեր ծնողները որոշակիորեն չիմացության մեջ էին նաև, որովհետև իրենց ժամանակաշրջանի համակարգը, նույնիսկ քաղաքական համակարգը թելադրում եւ պարտադրում էր, որ նրանք պիտի ապրեն չիմացության մեջ։ Մեզ չեն պարտադրում։ Մեզ համար ինֆորմացիոն դաշտը բաց է։ Սերունդների տարբերությունը դա է, բայց երկուսս էլ, երկու սերունդները կամ երեք սերունդներն էլ սերունդների յուրօրինակ յուրահատուկ խնդիրներն ունենք, որովհետև մեր ծնողների համար շատ բարդ էր, որովհետև նրանք անիմացության մեջ էին։ Մեզ համար շատ բարդ է, որովհետև մենք անծայրածիր իմացության մեջ ենք եւ խճճվում ենք ու գլուխ չենք հանում այդ ամեն ինչից։ Շատ հաճախ։ Ու հաճախ նաև մեր ծնողներին ենք մեղադրում։ Նկատել ես, որ այդ տրենդային թեմաների մեջ նաև շատ է ամեն ինչի եւ մեր բոլոր խնդիրների պատճառը ծնողների մեջ փնտրելը։ Դա կարծում եմ իմ կարծիքով։ Մի կողմ թողնելով բոլոր տեսությունները, թեորիաները, կոնցեպցիաները, շատ նորմալ գործընթաց է ինքդ քո եսը գտնելու, ինքդ քեզ ճանաչելու եւ քո կայացման գործընթացի մեջ անբաժան մաս է, երբ որ դու ինչ որ մի շրջան, ինչ որ բաներ սկսում ես պայմանավորել քո ծնողներով եւ ինչու՞ չես սկսում ես նրանց մեղադրել, իմ կարծիքով։
Բայց շատ կարևոր է եւ պարտադիր դա կարողանալ հաղթահարել, որովհետեւ եթե դու ֆիքսացիա ես ունենում այդ փուլում եւ կոմֆորտ զոնայի մեջ ես ընկնում ծնողներիդ մեղադրելով, ապա փչացնում ես համ քո կյանքը, համ ծնողներիդ։ Իսկապես, բայց ամեն ինչ մանկությունից է սկսվում։ Բոլոր պատճառները պետք է փնտրել մանկությունում։ Ես այնուամենայնիվ մտածում եմ, որ հա։ Երևի հոգեվերածությունը քո սիրելի ուղղությունն է, Սիրելի ուղղություններից մեկը։ Ես նաև շատ եմ սիրում էգզիստենցիալ հոգեբանությունը, Յունգի հոգեբանությունը, արքետիպեր, դա անծայրածիր մի հատ մեծ դաշտ է, որտեղ կարելի է մտնել, լողալ եւ խորտակվել։ Բայց այո, հոգեվերլուծությունը իմ դեռևս ուսանողական տարիներից ամենասիրելի ուղղություններից մեկն է, որի ակունքներից բխելով կարող ենք ենթադրել, որ ամեն ինչ թաքնված է մանկությունում, ու ես պաշտպանում եմ այդ տեսությունը, որովհետև մեր հուզական ինտելեկտը մեծ հաշվով, հուզական դաշտը, վերաբերմունքը ամեն ինչին, աշխարհայացքը, առաջնային իր ֆորմուլայով, մենք ձևավորում ենք մանկության տարիներին։ Եվ դրանից եկած արդեն իրադարձություններից, տրավմաներից, ապրված կյանքից ձևավորում ենք մեզ որպես ես եւ հետագայում այդ եսը խարտելը, վերափոխելը, դիտարկելը իրան եւ առաջնորդվելը այդ եսով կարծրացած մի մեխանիզմ է դառնում, որը այնուամենայնիվ գալիս է մանկությունից։ Մենք դա գիտակցում ենք որպես հասարակություն, մեծապես չէ։ Որովհետև մասնավորապես մենք մեր հասարակությունում մենք չենք սիրում դա գիտակցել, որ շատ ու շատ խնդիրներ պետք է փնտրել մեր մանկության տրավմաների մեջ, որովհետև այն տրավմաները, որոնք մեր գիտակցությունից արտամղվել են եւ դուրս են եկել, դրանք այնքան խորքային տրավմաներ են, որ մենք չենք էլ ուզում դա գիտակցել, այդ իսկ պատճառով արտամղել ենք։ Հետևաբար մենք նաեւ չենք ուզում գիտակցել, որ բավականին տրավմատիզացված մանկություն ունենք։ Ինչը իր հերթին շատ նորմալ է, որովհետև այն առաջնային ռեակցիան, երբ որ դու գիտակցում ես, որ դու տրավմաներով հագեցած ծնող երեխա ոչ հարթ եւ սահուն հարաբերություններ ունեցած, հասարակության եւ սոցիումի հետ որոշակի բախումներ ունեցած մարդ ես, դու բնականաբար առաջին հերթին փորձում ես ծանրությունը եւ մեղավորությունը դնել կշեռքի մնացած նժարներին եւ ամենածանր գիտակցումը ի վերջո նա է, որ դու ամենավերջում արդյունքում գալիս ես քեզ հասկանալու համար, որ ամբողջը քո պատմությունն է, քո գլխի մեջ, քո ուղեղում, քո պրիզմայով դու ես ու քո մտահորիզոնից դուրս, եթե շատ մանրակրկիտ նայենք, դու չգիտես էլ իրականություն կա թե չէ եւ քո իրականությունը արդյոք համապատասխանում է դիմացինի իրականությանը թե ոչ, նույնիսկ ծնողներիդ, նույնիսկ ընտանիքիդ, նույնիսկ ամենահարազատ մարդկանց։ Սա է պատճառը, որ մենք արտաքին աշխարհում ենք շատ հաճախ պատճառները փնտրում տարբեր խնդիրների, փոխանակներց նայենք։ Պաշտպանական մեխանիզմներ են դրանք։ Մենք բոլորս պաշտպանական մեխանիզմներով ենք ապրում։ Եթե գնանք դեպի Յունգ, ապա մենք բոլորս ապրում ենք անհատական, եթե անգիտակցականից մի քիչ դուրս գանք, տարածվենք, մենք կոլեկտիվ անգիտակցականով ենք ապրում եւ արքետիպերի մեծ դաշտ ունենք, որոնցով առաջնորդվում ենք եւ մեծապես դրանք տեղ-տեղ նույնիսկ մեզնից կախված չեն։ Եվ կարող են ստիպել մեզ կրկնել վարքագիծը։ Ոչ միայն կրկնել վարքագիծը, կարող են ամեն ինչ մեզ ստիպել։ Քո ասած մեկը overthink-ի մասին, եթե մենք շատ ենք մտածում, գերմտածողություն ոնց ասացիր, դա եթե գնանք դեպի Յունգ մի քիչ, մեր մեծագույն ստվերներից մեկն է։ Ստվերը դա վերահսկողության control-ի ստվերն է, ամեն ինչ կառավարելու, որը բնականաբար գալիս է մանկությունից, որովհետև մենք ըստ երևույթի մանկության ընթացքում չենք ունեցել բավարար հուզական կապվածություն կամ ուրիշի զգացմունքների ծանրությունը վերցրել ենք մեր վրա կամ պարտավորություն ենք ունեցել կրել ավելորդ այդ տարիքի համար ավելորդ պատասխանատվություն եւ շատ մանր բաներ, որոնք գուցե առաջին հայացքից անկարևոր են ու աննկատ, բայց որոնք ձևավորել են վերահսկողության հիվանդագին հակում։ Ես օրինակ ունեմ։
Լավ է որ այս արմով ինքնագիտակից ես։ Դե ամենաբարդ փուլը, էլի եմ ասում, այդ ամեն ինչը գիտակցելն է, առնվազն գործի կեսը, որ դու գիտակցես, որ դու ունես որոշակի խնդիրներ եւ հաշվի նստես դրանց հետ եւ հասկանաս առնվազն խաղաղ ինքդ քո այդ խաղաղ պայմաններում ոնց կարելի է այդ հարցերը լուծել։ Այս առումով շատ հենքային միտք է, հիմա պիտի փորձեմ Յունգին վերաձևակերպել այն մասին, որ այն ներքինը, որը չի գիտակցվում, ի վերջո ճակատագիր է, չէ՞ դառնում։ Այսինքն մենք վերագրում ենք դա որպես ճակատագիր, այո։ Մենք վերագրում ենք այնինչ մենք չենք կարողանում լուծել եւ ինչից գլուխ չենք հանում, սովորաբար մենք վերագրում ենք ճակատագրին։ Շատ փայլուն ձևակերպում ես տալիս։ Յունգն է տվել։ Ես վերաձևակերպում ես տալիս, այո։ Շատ փայլուն եւ այդպես էլ կա։ Իսկ մենք օրինակ այդ առումով մեր ստվերը տեսնում ենք, մենք հաշտենք մեր ստվերի հետ։ Մենք հայերս։ Մենք հայերս։ Չէ։ Ավելի շատ կանայք թե տղամարդիկ։ Բայց չեմ ուզում կատեգորիկ լինել, որովհետև ես իրավունք չունեմ այնուամենայնիվ ասելու, չէ, ես կարող եմ ընդհանրապես իմ կարծիքը հայտնել, բայց իմ տպավորությամբ չէ։ Մենք մերժում ենք մեծապես մեր ստվերը, հաշվի չենք նստում եւ այս ամենի արդյունքում բնականաբար չենք ուզում աշխատել ստվերի հետ։ Չենք ուզում մի քիչ խորանալ, տեսնել կողմերը, փորձել ինչ-որ դրականը դուրս բերել, փորձել ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի դա որպես կոլեկտիվ անգիտակցական գենետիկորեն սերնդեսերունդ գոնե ինչ-որ պահից սկսի չփոխանցվել, որովհետև մենք շատ ակտիվ հիմա փոխանցման մեջ ենք եւ մեր կոլեկտիվ ազգային անգիտակցականում մենք ինչ-որ հստակ հատկանիշներ ունենք, որը փոխանցում ենք։ Մեկը տագնապը։ Մենք ազգային իհարկե արտաքին գործոններով նաև պայմանավորված, օբյեկտիվ բավականին գործոններով պայմանավորված, բայց մենք սերնդեսերունդ փոխանցում ենք այդ տագնապը։ Դեպրեսիվ երանգը, կասկածամտությունը, անվստահությունը, տեղ-տեղ չարախոսությունները, դրանք բաներ են, որ ինչ-որ պահից անհատական մակարդակից դուրս են եկել։ Բայց պիտի լուծվեն անհատական մակարդակում նախ։ Պիտի ապրես։ Պետք է սկսել լուծել անհատական մակարդակում, ամեն մեկս պիտի սկսենք ինքներս մեզնից, որովհետև երբ որ մենք ուզում ենք փոխել միջավայրը, փոխել երկիրը, փոխել մարդկանց, փոխել այս աշխարհը, դու չես կարող փոխել ախր այս աշխարհը, եթե ինքդ քեզ չսկսես փոխել, որովհետև քո իսկ աշխարհը ամենակարևորը սկսում է քեզնից, բայց մենք այդ գիտակցումը չունենք, որովհետև մենք սկզբում ուզում ենք փոխել աշխարհը, դե մենք sense tenants արժանի ենք այս աշխարհում լինելու, չէ՞։ Ով ասեց։ Այո։ Ամենակարևորը չգիտակցելով, որ մենակ այն, որ մենք կանք այս աշխարհում եւ հնարավորություն ունենք ապրելու եւ ոչ վատ ապրելու, դա արդեն մեծագույն շռայլություն է կյանքի եւ հենց այդ ճակատագրի կողմից, ինչին մենք սիրում ենք ամեն ինչ վերագրել, որ մենք պետք է կարողանանք այդ բալանսը բռնել, ճանաչել ինքներս մեզ, գտնել ինքներս մեզ, հասկանալ ինչը փոխել ինքներս մեր մեջ, նոր վերաբերմունք ձևավորենք աշխարհի հանդեպ։ Այո։ Երևի։ Դու հոգեսոմատիկային հավատում ես եւ արդյոք կարծում ես, որ օրինակ մարդու ֆիզիկական խնդիրները եւ առողջական խնդիրները բուն ֆիզիկական առումով կարող են իրենց պատճառահետևանքային կապով գնալ դեպի հոգեբանական խնդիրներ կամ հոգու դաշտ։ Կարծում եմ հոգեբանական խնդիրները կարող են հանգեցնել ֆիզիկական խնդիրների։ Մեծապես։ Եվ շատ հավատում եմ։ Եվ եթե ուշադիր լինենք, դրսևորումները միանգամից կտեսնենք։ Օրինակ, եթե դու արտահայտման խնդիր ունես, որը իդեպ նորից կրկին ձևավորվում է մանկությունից, հասունանում, ընտանեկան վեճերի ժամանակ դու ուզում ես ինչ-որ բան ասել, վեճի ժամանակ պատասխանել ծնողներից չես պատասխանում, որովհետև կան փոխհարաբերությունների որոշակի բարիերներ, դաստիարակության ձև եւ այլն, չես արտահայտվում մեկ, երկրորդը արդեն այդ պատեռնը քո վարքագիծը տեղափոխում ես սոցիում, ինչ-որ միտեղ, ինչ-որ իրավիճակում ուզում ես արտահայտվել, չես արտահայտվում եւ քո մոտ կարելի է ասել ձևավորվում է արդեն բնավորության գիծ, որ այն պահերին, երբ որ դու ուզում ես խոսել եւ արտահայտվել, չես ասում եւ այն ինչ պիտի ասես եւ այն հույզը, որը պիտի գա
դուրս գա եւ դա է առողջ դրսևորումը, դուրս չի գալիս ու մնում է ստեղ։ Սովորաբար դա նաեւ մեր երկրում արդեն լայն տարածում ունեցող, եթե հոգեսոմատիկայի տեսանկյունից նայենք, վահանաձև գեղձի խնդիրներ է առաջացնում մասնավորապես կանանց մոտ, որովհետեւ մեր երկրում արտահայտման խնդիր ունեն կանայք։ Հետաքրքիր բան ես ասում։ Տղամարդկանց մոտ շատ ավելի քիչ է դա նկատվում, չէ՞։ Բժշկության դաշտ չեմ մտնում, որովհետև բոբիկ եմ բժշկության դաշտից, թող ինձ ներեն բոլոր բժիշկները, գուցե սխալ բան եմ ասում, բայց իմ պրիզմայով ես տենց եմ տեսնում։ Կանայք ավելի ուժեղ արտահայտման խնդիր ունեն, ավելի շատ են զսպում, էմոցիաները ավելի շատ են պարպում, չեն խոսում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, եւ դա կարող է այնքան կուտակվել, որ ես էլ ունեմ։ Ինչ որ մի բան, որ երկար չասեմ, ձայնս կարող ես նաև սկսել հազալ, օրինակ, որ ինչ-որ կերպ դուրս գա։ Ուզում ես խոսալ, այնքան չես խոսում, որ հենց սկսում ես խոսել, այո, քո ուզած ձևով ձայնը դուրս չի գալիս։ Ստացվում է, որ մարմինը պահում է հաշիվները, ինչպես հայտնի գրքում է ասվում։ Շատ ուժեղ փոխազդեցության մեջ են հոգին ու քո ֆիզիկական մարմինը։ Ֆիզիկական մարմինը, եթերային մարմինը, տարբեր մարմինների միախառնուրդ է, դու խառնուրդ ես ու պիտի հաշվի նստես դրա հետ։ Ես ահավոր շատ overthink անող մարդ եմ։ Շատ մտածող։ Վերլուծում եմ ամեն ինչ, նույնիսկ վտանգավոր աստիճանի եւ երբեմն իմ մտքերը ինձ կարողանում են այն աստիճանի վախենալու տեղեր տանել, որ ես իրականության զգացողությունը պատահում է կորցնում եմ։ Ինչ ես անում։ Որպես լուծում։ Ամենաարագ մեթոդները վերջերս որդեգրել եմ Ջո Դիսպենզայի մեթոդիկաներից մեկը, ասում է, երբ որ այն պահին հենց դու բռնեցիր քեզ, որ դու իրականության մեջ չես, անցյալում ես, ապագայում ես, միտեղ ես, համենայն դեպս դու ներկայում չես, ցանկացած իրադարձավորման մեջ, վախ կլինի, մտահոգություն կլինի, անհանգստություն կլինի, տագնապ, ինչ էլ ուզում է լինի, դու առնվազն հենց այդ պահին, որ հասկացար, որ դու ներկայի մեջ չես, բարձրաձայն ասա change, օրինակ, վերափոխում կամ բառն ինչպես ուզում ես, ծառ, Այստեղ եմ, Աու, լսեք ինձ, լսիր ինձ, ինքդ քեզ ասես, հա։ Դու ինքդ քեզ բարձրաձայն այս պահին ասա, փոփոխելու համար իրավիճակը։ Այո։ Փոխում եմ։ Բռնեցիր քեզ, փոխում եմ։ Ինչ որ մի բան դու գոնե քո ուղեղի համար հրահանգ ես ստանում, որ դու նախ բռնեցիր քեզ դրա վրա, որ միտքդ վերահսկողություն է սահմանել ինքդ քեզ վրա, եւ երկրորդը առնվազն այդ պահին կարողանում ես դուրս գալ եւ մի 20% ավելի փափուկ վայրեջք ես կատարում ներկա իրականություն։ Կենթանիների իրենց թափ տալու ֆունկցիային է, չէ՞, նման նկատել ես, որ օրինակ կենթանիները, հատկապես ընտանի կենթանիները, իրենք որ մի իրավիճակից մյուս իրավիճակին պիտի անցնեն, մի հատ իրենց թափ են տալիս, ոնց որ վերադառնում են ներկա։ Ու իրականում ձիերը օրինակ նույն փիլիսոփայությամբ են ապրում ամեն դեպքում, եւ իրականում ներկայում լինելու եւ մնալու համար կենթանիների հետ անցկացվող ժամանակն է շատ օգնում, որովհետեւ իրենք չունեն էգո եւ միշտ ներկայում են։ Մտածել ես այդ մասին։ Շատ կարևոր բան ես ասում, այո, կենթանիները շատ կարևոր դեր են զբաղեցնում մեր կյանքում։ Ու թերապևտիկ։ Բայց նաև հետաքրքիր բան ես ասում, որ մենք կապվում ենք կենթանիների հետ, որովհետև նրանք մեզ հետ շփվում են առանց էգոյի, որովհետև մենք ուզում ենք շփվել նրանց հետ, ովքեր էգո չունեն, որովհետև վախենում ենք էգոների բախումից, որովհետև մենք էլ ոչ պակաս էգո ունենք։ Դե մենք էլ ենք մեր սուպեր էգոյի կամ էգոյի տարբեր դրսևորումների հետ բախվում, չէ՞, երբ այո, ներկայում չենք ամբողջ կյանքում։ Քո տպավորությամբ այն մարդիկ, որոնք այս ամենը չեն գիտակցում ու չգիտեն, այսինքն անտեղյակ են, այս ամենից ինչի մասին մենք զրուցում էինք, ավելի երջանիկ չեն, իրենց ավելի հեշտ չէ ապրել։ Լինում են, չէ, իրավիճակներ, որ ասում ես, այ օրինակ, ինչ ես էլ եմ ուզում չիմանալ։ Ես էլ եմ ուզում։ Հա։ Իրականում երբ որ չգիտես, ավելի հեշտ է։ Բայց ավելի երջանիկ չես դրանից, որովհետև երջանկության սահմանումները ամեն մեկիս մոտ շատ տարբեր են եւ մի սահմանում չունի, չէ, երջանկությունը։ Ինչ է երջանկություն, որևէ մեկը այս աշխարհում գիտի ինչ է երջանկությունը։ Կան գիտական սահմանումներ, կան երևի տեսական սահմանումներ, ինչքան մարդ կա երևի այդքան երջանկության, հոգեկան առողջության, կյանքի իմաստի սահմանումներ կան։
եթե օրենքով դրոշմված է եւ գիտականը մի կողմ թողնենք։ Դրա համար ով է ավելի երջանիկ, ով է ավելի պակաս երջանիկ, երբեմն չենք իմանա, որովհետեւ միշտ ինչ որտեղ հոգուտ խորքում դու ավելի պակաս երջանիկ ես, քան դիմացինդ։ Կամ քան կուզենայիր լինել։ Այո, դա էլ գնում ես հասնում ես էգոին, որովհետեւ քո էգոն, քանի որ նախ առաջին հերթին միշտ ինքդ քեզ հետ պայքարի մեջ ես, դու քո էգոն գոյության կռվի մեջ եք, առանձնանում եք, մեկ-մեկ առանձին մարմիններ եք դառնում ու սկսում եք իրար հետ կռվել։ Այդ իսկ պատճառով մենք միշտ այդ երջանկության փնտրտուքների մեջ ենք, բայց երևի ովքեր ավելի քիչ գիտեն, իրենց համար ավելի հեշտ է, բայց դա չի նշանակում, որ լավ է։ Բայց դա չի նշանակում, որ այս տարբերակն էլ է լավ։ Բայց դա կարևորը ամեն մեկս գտնենք մեր տարբերակը։ Երջանիկ լինելու։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Ես ինքս իմ մասնագիտության մեջ տարալուծվել եմ, զգացիր։ Ինչպես բոլորս։ Կյանքի մասին մտածելիս։ Պետք է այդպեսին լինել։ Ես նաև սահմանային եմ շատ։ Ես սիրում եմ ամեն ինչի մեջ գլխով մտնել եւ ատոմների մակարդակից գալ, տարալուծվել, այդ կաղապարները, որոնք որ սեղմում են մի կողմ դնել, էլ ինչ կա տեսնել, էլ ինչ կա եւ մեկ-մեկ դա վտանգավոր կողմեր էլ ունի։ Բայց դա էլ քո բանացևն է։ Բալանսը ամենակարևոր բանն է այս կյանքում։ Ամեն ինչի բալանսը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Արի անվերջ զրուցենք։ Ինչ լավ է։ Արի։